դեպք կա ընդհանրացումներ չեն կանում, առանձին ուսումնասիրությունների կարիք ունի, մեկ, երկրորդը հիմքում օրենքի սկզբանը դրվել է հետևյալը, գույքը ի սկզբանե պետք է ապօրինի ծագում ենթադրի, եթե ապօրինի ծագումը առկա եւ այդ ծագումը փոխկապակցված է անձի կողմից, որ անհամատեղելի պաշտոն է զբաղեցրել ծավալած ապօրինի գործունեության հետ, ապա այդ գույքը պետք է վերադարձի իրական սեփականը տիրոջը, բայց էլ եմ ասում, որովհետեւ կարողանանք մենք վերջնական դիրքորոշում արտահայտենք Սահմանադրական դատարանի կողմից կայացած որոշման մասին, մենք պետք է ունենանք ամբողջական տեքստ, որտեղ Սահմանադրական դատարանի որոշումը առաջի բառից մինչև վերջին վերջակետ դիտարկվում որպես մեկ միասնական փաստաթուղթ եւ այդ շրջանակներում պետք է ուսումնասիրել դեռ եզրափակիչ մասից զատ, այլ մասերը, հիմնավորումները, վաճառաբանական մասը հրապարակված չի, հրապարակվի խոսանք։ Բամարդին, այսինքն միայն այս օրենքով հնարավոր չի լինի ամբողջապես այդ ապօրինի գույքը բռնականցել։ Այդ ապօրինի գույքը հնարավոր կլինի ամբողջությամբ բռնականցել։ Այստեղ Սահմանադրական դատարանը տվել է որոշակի չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվեն իրավաքիրանները այդ գույքը իդենտիֆիկացնելու եւ այն սուբյեկտներին իդենտիֆիկացնելու, որոնք ընկնում են այս օրենքի ազդեցության ներքո։ Պարոն Վարդանյան, եւ մի հարց էր, վարչապետը խոսեց երթվյալ ատենակալների ինստիտուտի ներառման մասին, բայց մենք մի քիչ դժվարությամբ ենք պատկերացնում, օրինակ ովքեր կարող են լինել երթվյալ ատենակալների, ինչ ազդեցություն կարող են ունենալ դատական գործերի քննության վրա։ Երթվյալ ատենակալների մասնակցության տարբեր մեխանիզմներ կան տարբեր երկրներում, առավել զարգացած համակարգություն է Միացյալ Նահանգներում, անգլոսաքսոնական համակարգում, բայց եվրոպական իրավական համակարգերը, մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի համակարգը եւս ենթադրում է նմանատիպ ինստիտուտների առկայությունը։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, եթե դասական մեծ Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակն ենք փորձում վերլուծել, ապա այստեղ երթվյալները ընտրվում են կողմերի կողմից, տարբեր նահանգներում տարբեր կանոնակարգումներ կան իհարկե, բայց նրանք որոշում են բացառապես անձի մեղավորության կամ անմեղության հարցը, նրանք են իրականացնում այդ մասով արդարադատություն։ Մնացած հարցերը ըստ էության կարգավորում է դատարանի կողմից, այսինքն դատավոր միշտ ներկա է գտնվում, երբ որ կա երթվել ատենակալների ինստիտուտ, որոնք որպես կանոն չպետք է նախկինում դատված լինեն, չպետք է որոշակի փոխկապակցություն ունենան կողմերի հետ, բայց սա քննարկում է, որ իրավաչափային կարելի է ծավալել հաշվի առնելով նաև այն հանգամանք, որ 1995 թվականի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ըստ էության ոչ թե նախատեսում էր, այլ սահմանում էր հնարավորություն երթվել ատենակալների մասնակցության դատավարություն իրականացնելու։ Նոր քննարկում չի սա 95 թվականի Սահմանադրության մեջ առկա ձևակերպում է եղել, թեև եթե վերադառնանք Հայաստանի պատմությանը, ապա մենք ռուսական կայսրության գոյության վերջի շրջանում են եղել երթվել ատենակալների դատարաններ, որոնք բավականին արդյունավետ են գործել, եթե ուսումնասիրենք միջհեղափոխական շրջանների դատարանները, ապա կտեսնենք, որ արդարադատության մատչելիության եւ արդարադատության իրականացման տեսանկյունից նրանք որոշակի առումով արդարացրել են իրենց գոյությունը, բայց ամեն ինչ կախված է նաեւ նրանից, թե ինչ մոդել, նախ առաջին պետք է որոշի ժողովուրդը, որտեղ դա սահմանադրություն սահմանական կարգավորումներ պահանջող գործընթաց է, երկրորդ պետք է հասկանանք ինչ մոդելով ենք առաջնորդում եւ այդ մոդելը ինչին է հանգեցնում։ Պարոն Վարդանյան, վերջին օրերի ընդդիմադիր թե խորհրդարանական թե արտախորհրդարանական ուժերի մոտ առանձնահատուկ ագրեսիա է նկատվում, շատ գործիչներ, փորձագետներ կարծում են, որ դա կապված է Սահմանադրական դատարանի վերջին որոշման հետ, երեք արդեն փողոց էին փակել, ես խնդրեմ ձեր կարծիքը։ Գիտեք, անձը իր գույքը, հատկապես ապօրին ձեռքբերած գույքը սովորաբար ձգտում է պաշտպանել բոլոր հնարավոր միջոցներով։ Չեմ ուզում նման մեկնաբանություններ անել, բայց ամենայն դեպս ես բազում դեպքերում ասել եմ, հիմա էլ պետք է ասեմ, ես զարմացած էի, զարմանում եմ եւ շարունակելու եմ զարմանալ մեր ընդդիմադիր այն գործընկերների վարքագծի վրա, որոնք ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքը ամբողջությամբ սկսած սահմանումներից ավարտված եզրափակիչ եւ անցումային դրույթներում վիճարկել են Սահմանադրական դատարան, ըստ էության վիճարկելով այդ ինստիտուտը որպես այդպիսին։ Պարոն Վարդանյան, որ վիճարկում էին, ասում էին, երբ որ ճանաչվի հակասահմանադրական, պետությունը արդեն իրենց ավելի մեծ չափով փոխհատուցում է տալու, քան այն գույքը, որ բռնականցվել է։ Իրանք մեխանիզմներ ունեն։ Հակասահմանադրական օրենքը չի ճանաչվել։ Օրենքը հակասահմանադրական չի ճանաչվել։ Սահմանադրական դատարանը կարա ընդունի 3 տեսակի որոշում
ամբողջությամբ համապատասխանում է կարգավորումը սահմանադրության առանց մեկնաբանության, պատճառաբանությունները հաշվի առնելով իհարկե համապատասխանում է սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությունների շրջանակներում եւ չի համապատասխանում։ Այսինքն չհամապատասխանելու վերաբերյալ որոշում մենք չունենք։ Մոռացեք այդ խոսակցությունները եւ հանկարծ չգնեք մանիպուլյացիոն դաշտ, որ սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել։ Բայց սահմանադրական դատարանի սահմանադրական գործառույթն է նաեւ ապահովել սահմանադրական կանոնակարգումների այնպիսի մեկնաբանություն, որը հնարավորություն է տալիս ձևավորել միասնական պրակտիկա եւ ապահովել այդ միասնական պրակտիկայի շրջանակներում նաեւ սահմանադրության գերակայությունը եւ սահմանադրությամբ ամրագրված այլ նորմերի կատարումը։ Ըստ էության սահմանադրական դատարանը առաջարկվել այդ ճանապարհով, բայց եւս մեկ անգամ պետք է ասեմ, ինչեւ մենք չտեսնենք ամբողջական տեքստը սահմանադրական դատարանի որոշման, չեն կարող ընդհանուր պատկերացում կազմել սահմանադրական դատարանի պատճառաբանության վերաբերյալ։ Պատճառաբանությունը սա շատ ավելի կարևոր է, քան եզրափակիչ մասը։